Վերջին շրջանում ինտերնետային կայքերից օգտվողները մի լավ ուրախանալու և մեկը մյուսից սուր մեկնաբանություններ գրելու շատ լավ առիթ ունեցան։ Այդ ամենը տեսնելուց հետո չկարողացա ձեզ զերծ պահել մեր թոփ 10-ի կվարտետների և դուետների կատարումներից։ Որպեսզի ավելի պարզ ու հասկանալի լինի ասվածս խոսքերն, առաջարկում եմ վիրտուալ աշխարհի երաժշտական կատարումները վայելել սեփական հեռուստացույցով։ Բայց մինչև մեր 10 հորիզոնականներին անցնելն առաջարկում եմ ավելորդ նյարդեր չփչացնել։ Համաձայն նմանատիպ երաժշտական նախագծերի այժմ պետք է առաջարկեի վերցնել ձեր բջջային հեռախոսներն ու անհապաղ SMS հաղորդագրություններ ուղարկել ձեր սիրած կատարողի օգտին։ Բայց բնականաբար ես նման առաջարկ չեմ պատրաստվում անել, որովհետև կարծում եմ, որ այսօր դրա կարիքը չունենք։ Եվ այսպես, 10-րդ հորիզոնականում իր պատվավոր տեղն է զբաղեցնում Գագիկ Իսրայելյանի «Այ քեզ բան» տեսահոլովակը։ Երգիչն անընդհատ դժգոհում է սիրուն աղջիկներից, թե այ քեզ բան, ինչ են արել իրեն, որ Գագիկը խելքը կորցրել է։ Սիրուն աղջիկներ, երկար սիրուն ոտքեր, մեր այս քաղաքում այնքան է շատացել, և դու չգիտես հիմա աչ թե ձախ նայել, սիրուն աղջիկներ, այդ ինչ եք ինձ արել։ Հիմա դու իմացիր, մեր աղջիկներին ուրիշների հետ դու փոխիր, դե արի տղա ու դիմացիր, չէ որ աղջիկները մեզ լավն են։ Մեր այսօրվա 9-րդ հորիզոնականը զբաղեցնող տեսահոլովակը հայտնի է «Ես իմ ինչ» անվանումով, որի ռեժիսորն ու երգչուհին «Ես իմ ով» են, իսկ երգչուհու կատարումը «Ես իմ ինչի» մասին է։ Ամեն դեպքում տեսահոլովակը դիտողները ինտերնետում միայն մեկ կոչ էին անում՝ սպանեք այս կլիպի ռեժիսորին և աշխարհին լավություն կանեք։ Երրորդ և 7-րդ հորիզոնականներում Դավիթիկն է իր «Արի, արի» երգով։ Չգիտեմ, թե Դավիթիկին ինչը կարող է պատճառ հանդիսանալ նման երգ կատարելու համար, բայց ամեն դեպքում վայելեք Դավիթիկի «Արի, արին»։ Վեցերորդ հորիզոնականը զբաղեցնող Աննա Գևորգյանին անհանգստացնում է անձրևը, որն անվերջ թակում է Աննայի պատուհանը և չի թողնում, որ նա քնի։ Երգչուհու կարծիքով անձրևն իրեն ինչ-որ բան է ուզում հասկացնել, բայց ցավոք սրտի Աննան այդպես էլ չի կարողանում հասկանալ։ Անձրևը թակում է պատուհանս, ու չի թողնում ինձ, որ քնեմ, ինչ-որ բան է անընդհատ բացատրում, հասկացնում ինձ, Թարգմանները շատ դժվար է, թակ-թրակ, այդ լեզուն ես չեմ հասկանում, թակ-թրակ, ախ ինչպես եք ունես տանում։ 5-րդ հորիզոնականում զբաղեցրած Արտակն է շատ ոգևորված ու բարձր տրամադրությամբ այս գեղեցկուհուց հարցնում է, թե հիմա ինչ անի։ Ասա ես ինչ անեմ, ասա քեզ ինչպես երբերեմ, անցել են բազում տարիներ, բայց ես դեռ քեզ չեմ մոռացել, հիմա ասա ես ինչ անեմ, ասա քեզ ինչպես երբերեմ, անցել են բազում տարիներ, բայց ես դեռ քեզ չեմ մոռացել։ Արտակը կորոշի, թե ինքը ինչ անի, մեր 4-րդ հորիզոնականում գտնվող 10-ամյա Հովոն չգիտես ինչի երգում է մութ բանտի մասին։ Տեսնես ինչն է ստիպել այս երեխային այսպիսի երգ կատարել։ Այդ հարցի պատասխանը այդպես էլ մենք չենք իմանա։
Վերջապես եկավ պահը, որ ներկայացնեմ մեր այսօրվա լավագույն եռյակին։ Լավագույն եռյակը բացում է Մրեն իր վերջին զանգին նվիրված տեսահոլովակով։ Երգիչը մինչև երգի ավարտվելը ափսոսում էր միայն մեկ բանի համար, որ օրերը արագ թռան գնացին, իսկ իրենք ցրվեցին գնացին։ Ես էլ մինչև տեսահոլովակի ավարտը մտածում էի, թե տեսնես այս տեսահոլովակի եկեղեցին ինչ կապ ունի դպրոցի, առավել եւս վերջին զանգի հետ։ Կգնանք եւ հուշ կդառնանք մեր դպրոցին մենք կարոտ կմնանք հուշերն ամորած կզարթեն հանկարծ կհեռանանք կգնանք մենք հուսված Կարծես թե երաժշտությունն ու խոսքերը փոխվեցին, բայց հետաքրքիր է, տեսահոլովակի վայրն ինչու չփոխվել։ Ամեն դեպքում երգչի հագուստում փոփոխություն նկատվում է։ Մրեն եւ իր երգչուհի կոլեգան իրենց բանակ երգով զբաղեցրել են մեր այսօրվա երկրորդ հորիզոնականը։ Մրեն այս տեսահոլովակում մտահոգված է, որ իրեն բանակ են կանչում, բայց ինքն էլ մտածում է, որ ախր ձեր ցավը տանեմ, ես սիրած յար ունեմ, չգիտեմ ում հույսին թողնեմ։ Իսկ իր պատասխան երգով երգչուհին մխիթարում է Մրեին, որ ամեն ինչ լավ կլինի։ Ինձ մի թուղթ տվին ասին ապե կծառայես հայոց բանակին ախր ես ձեր ցավը տանեմ սիրած յար ունեմ ես չգիտեմ սիրած յարիս ում հույսին թողնեմ արդեն գիտեմ մանգի սերջան գնում ես բանակ քեզ կսպասեմ ու կգրեմ ամեն ժամանակ Վերջապես եկավ այդքան սպասված առաջին հորիզոնականում գտնվող քառյակի տեսահոլովակը։ Աղջիկներն իրենց շլացուցիչ կազմվածքով, անթերի արտաքինով ու հիասքանչ կատարումով այնքան էին հիացրել ինտերնետից օգտվողներին, որ մեկնաբանությունների շարքն ուղղակի անհնար է ներկայացնել։ Երազներս մարեցիր, յար հոգիս այրեցիր, ամար կյանքս դու կյանք ես, ապրելուս իմաստ ես, մի թողնիր որ հանգ չէ, առանց քեզ մենակ եմ, յար գնում ես գալիս, զերս տանում ետ տալիս, քո տված դարտերից, աչքերից քուն չի գալիս Այս տեսահոլովակում ամեն ինչ շատ դուր եկավ աղջիկների կերպարն ու պարային ներկայացումը։ Մինչ այս կվարտետը կորոշի, թե իրենց յարն ուր է գնում ու գալիս, ես էլ մտածում եմ, որ տեսնես օրերից մեկ օր կհանդիպեմ այս տեսահոլովակի հեղինակին։ Չգիտեմ, ինձ նման բախտ կվիճակվի, թե ոչ, բայց ամեն դեպքում միթե այս ամենը կկարողանանք անվանել մշակույթ։ Եթե մի պահ անգամ մտածում եմ, որ այս քառյակներն օրերից մեկ օր համարվելու են արվեստագետներ, սիրելի երգիչ երգչուհիներ, ինձ մնում է միայն ամուր նյարդեր եւ անսահման համբերություն մաղթել ձեզ։ Հույսով եմ, որ սա այն միակ տասնյակն էր, որ ներկայացրեցինք ձեզ։ Տա Աստված, որ հաջորդ տասնյակներն այլևս չձևավորվեն։ Եթերում անկախության սերնդի թոփ տասնյակներ։